Շնորհակալություն, բավականին մանրամասն գործընկերները ներկայացրեցին այս օրենքի բովանդակությունը, իհարկե շատ կարևոր է այս կարգավորումը մտցնելը, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ այսօր կեղծ առողջական տվյալների հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողների բավականին զգալի քանակություն ունենք, եւ հետո էլ քրեական վարույթների ընթացքում հնարավոր չի լինում նորից փորձաքննություն անել եւ մարդկանց նորից տանել համապատասխան բժշկական զննությունների, ինչի այդ արդյունքից օգտվելով էլ այս հանցագործության կանխարգելումը բավարար չենք դիտարկում։ Ես ուզում եմ մի հատ առաջարկություն անեմ, շատ կարճ ասեմ, տեսեք, այստեղ ես կուզեի ավելացնենք մի հատ տերմին, սահմանված կարգով տերմինը, տեսեք, զինապարտ քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի, ստե ավելացնենք, սահմանված կարգով հետազոտության կամ փորձաքննության անցնելուց հրաժարվելը։ Այս սահմանված կարգը շատ կարևոր է։ Հիմա մարդիկ գալու են, ասեն չենք հրաժարվում փորձաքննության, հա, ձեր ասած պարոն Սարգսյան, MRT-ի մեջ ցենց են անելու կամ նենց են անելու եւ աղավաղեն ամբողջ պատկերը կամ անալիզ տալուց, որ պարտադիր պայմաններ կա, որ պետք է անոթի լինես, որոշակի ժամին լինի, հեսա լինի, ասելու տալիս եմ իմ հարմար ժամին, ոչ էլ անոթի եմ գալու, 5 բաժակել օղի խմած եմ գալու ու ամբողջ պատկերը աղավաղած են գալու, սրա դառը փորձը կա մեկ ուրիշ, ասենք, սթափության վիճակի զննություն հասնելուց խուսափելը այն ժամանակ այս խնդիրն եղավ, հետո ավելացրեցինք սահմանված կարգ, այսինքն բժշկական պրոտոկոլներ կան, թե որ անալիզը փորձաքննությունը ինչ սահմանված կարգ ունի եւ խնդրում եմ սա անպայման ներառենք, շնորհակալություն եւ իհարկե անհրաժեշտ է կողմ քվեարկել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար